սպասելիքներ այս դատական նիստին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այսօր փաստաբան պարոն Մելիքյանը նշել էր, որ դեռևս վիճակը լավ չէ, կան որոշակի առողջական խնդիրներ, ինչ վերաբերում է սպասելիքներին, գիտեք, այն ինչ տեղի ունեցավ հունվարի 9-ին, դա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև Նարեկ Սամսոնյանի մասով, եթե խոսում ենք, ապա Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել եւ կալանավորվել էր ընդհանրը հետույք բառը արտաբերելու համար։ Եվ նա կալանավորվեց 2 ամսով եւ հետագայում կալանքը թե նրա եւ թե Վազգեն Սահաթելյանի, ով նույնպես կալանավորվել է ընդհանրը խոսքի համար, ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին պատասխանելու համար։ Գիտեք, աբսուրդ է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կարող են կալանավորվել քաղաքական խոսքի կամ քաղաքական թեկուզ սուրբ քննադատության համար։ Եվ հունվարի 9-ին տեղ ունեցածը այդ առումով ամենախայտառակ երևույթներից մեկն էր եւ մենք պետք է փաստենք, որ բռնաճնշումները, որոնք որ առկա էին Սամսոնյանի եւ Սահաթելյանի նկատմամբ, ըստ էության շարունակվում են եւ դատարանը որպես այդպիսին այդ որոշումով, կալանքի երկարացման որոշումով ի ցույց դրեց, որ հանդիսանում է այս վարչախմբի կցորդը, այսպես ասած, եւ սպասելիքները, գիտեք ինչի հետ են կապված, որ հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի, հասարակական, քաղաքական ընդդիմադիր ողջ շերտը պետք է իր ձայնը բարձրացնի, որպեսզի ստիպեն պատկան մարմիններին գործել արդարադատության շրջանակներում եւ ոչ թե բավարարել իշխանությունների կամայականությունները կամ կմահաճույքները եւ այս առումով տեսեք Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ էր, ինչի էր ինքը հացադուլի մեջ, իր պահանջը իրեն անհապաղ ազատ արձակելն էր, հացադուլի ընթացքում ցավոք սրտի, սակայն բնականորեն նրա առողջական վիճակը վատացավ եւ նա հոսպիտալացվեց բուժհաստատություն, բայց արդյոք Սամսոնյանի պահանջը, որը որ հիմք էր դարձել հացադուլի կատարածվելը, ցավոք սրտի առայժմ ոչ։ Եվ այդ առումով պայքարը բնականաբար շարունակվելու է, որպեսզի կատարածվի անհապաղ ազատ արձակման պահանջը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում դադարեն լինել քաղաքական բանտարկյալներ։ Դուք տարբեր, ինչպես շեշտեցի, տարբեր ակցիաներ կազմակերպեցիք եւ միջազգային կառույցների, շենքերի դիմաց եւ նամակներ հղեցիք։ Ուզում եմ հասկանալ, որևէ արձագանք եղել է եւ որքանով էին նրանք ականջալուր ձեր պահանջին։ Արձագանքներ մենք նախկինում էլ նշել ենք, որ եղել են, բայց օրինակ ԵՄ-ի արձագանքի մասով դա ըստ էության ոչինչ չասող արձագանք էր եւ միջազգային կառույցների դեմ ակցիաները, այդ պատկան մարմինների առջև ակցիաները նպատակ ունեին կառույցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետությունում այն բանի վրա, որ խոսքի համար մարդկանց կարող են կալանավորել։ Եվ այդ առումով բնականաբար այդ աղմուկը կարծում եմ տեղ հասել է, այլ հարց է, որ միջազգային կառույցները, արևմտյան կառույցների մասն է խոսքը, դեռևս չեն առաջնորդվում իրական ժողովրդավարական չափանիշներով, այլ շարունակում են առաջնորդվել քաղաքական ռեալ պոլիտիկի շրջանակներում, ելնելով իրենց աշխարհաքաղաքական նկրտումներից, բայց ես վստահ եմ, որ դա հավերժ չի տևելու։ Գիտեք, ինչ որ մի պահի այս վարչախումբը դադարելու է
հետաքրքրել իրենց, հա, իրենց աշխարհաքաղաքական նկրտումների շրջանակներում եւ այդ ժամանակ նրանք հիշելու են, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական բանտարկյալներ, նրանք հիշելու են, որ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված էին խոսքի համար Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը եւ մեր խնդիրն է, որպեսզի մենք այդ ճնշմամբ օր առաջ կարողանանք այդ օրը բերել։ Եվ Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը խոսում է ժողովրդավարությունից։ Եթե օրինակ մենք չապրեինք Հայաստանի Հանրապետությունում եւ չիմանայինք, թե ինչ է տեղի ունենում, տպավորություն էր ստեղծում, թե Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան եւ Հայաստանը իսկապես ժողովրդավարության բաստիոն է։ Դժվար գործ է իհարկե մեկնաբանել իշխանության ներկայացուցիչների ասածները, որովհետեւ եթե ստախոսության առումով որովե չափանիշ լիներ, ապա նրանք վստահաբար կգրանցվեին Գինեսի ռեկորդների գրքում։ Իրենք բնականաբար ասելու են, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ, բնականաբար շարունակել են նշել, որ իբրև թե Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է, բայց բոլորս գիտենք եւ վստահ եմ նաեւ Ստրասբուրգում այդ միջոցառման շրջանակներում գտնվող անձինք, ովքեր լսում էին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձնարարության ելույթը, իրենք էլ իրենց մտքում բնականաբար քմծիծաղ էին տալիս եւ վստահաբար գիտեին, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առումով կան լրջագույն խնդիրներ, Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական բանտարկյալներ, իդեպ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի առաջին կալանավորման ժամանակ բազմաթիվ արևմտյան կառույցներ, լուրջ արևմտյան կառույցներ, Amnesty International-ը, Freedom House-ը նշել էին, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են եւ հիմնի առաջին գործը հստակ քաղաքական հետապնդում էր։ Շնորհակալ եմ։